Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Առավոտ EM կայքը ձեր ուշադրությանն է ներկայացնում այս տարում առաջին անգամ դեմ առ դեմ հաղորդաշարը, որը, ինչպես գիտեք, ընթանում է բանավեճային ֆորմատով։ Ձեր հարցերը դուք կարող եք ուղիղ եթերում ենք մենք, կարող եք ուղարկել եւ Facebook-ի իմ էջում համապատասխան գրառման տակ որպես մեկնաբանություն եւ Առավոտի կայքեջում համապատասխան գրառման տակ որպես մեկնաբանություն։ Ես սպասում եմ ձեր հարցերին, իսկ այսօրվա իմ զրուցակիցներն են ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Շնորհակալություն պարոնայք, որ եկել եք։ Երևի չեք կասկածի, որ այսօրվա թեման կլինի ամենակարևոր քաղաքական իրադարձությունը, որը տեղի է ունեցել այս տարի, ամենաքննարկվող թեման, դա ներկայիս վարչապետի եւ նախկին նախագահի բանավեճն է։ Եվ հիշում եք ֆիլմ կար զգուշացիր ավտոմեքենայից, չէ՞, ասում էր ինչու էր նա ուզում գոհանալ հատկապես ձեր ավտոմեքենան։ Ինչու է երկրորդ նախագահը որոշել խոսել հատկապես այս ժամանակաշրջանում, որովհետև երևի պարոնայք կհամաձայնեք իմ հետ, որ Հայաստանը ունի բազմաթիվ խնդիրներ եւ մեր կառավարությունը ունի բազմաթիվ սխալներ, արատներ եւ այլն, որոնց մասին կարելի է խոսել կես տարի առաջ, մի տարի առաջ, 2 եւ 3 տարի առաջ։ Ինչու էր նա ուզում հատկապես խոսել, ցանկացավ հատկապես խոսել հիմա։ Սկսենք Գառնիկից, խնդրեմ։ Ես ասեմ, որ ընդհանրապես խոսք չի գնում բանավեճի մասին, հա, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ եւ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ։ Դες բանավեճ գոյություն չունի։ Շատ լավ ճանաչելով Ռոբերտ Քոչարյանին, ասեմ հետեւյալը, որ Օսկանյանի պարագայում, երբ որ խորհրդարանում նրան ուզում էին զրկել անձեռնամխելիության իրավունքից, ինքը այդ ժամանակ էլ հանդես եկավ հայտարարությամբ եւ պաշտպանեց իր ժամանակ արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանին։ Հիմա վարչապետը քննադատել էր մի շրջանի կառավարության գործունեություն, որի ժամանակ վարչապետ էր Անդրանիկ Մարգարյանը։ Եվ Սերժ Սարգսյանը։ Չէ, եթե ուշադիր կարդացել եք Տիգրան Սարգսյանի մամլո ասուլիսը կամ հարցազրույցները, նա այն շրջանն է ասում, որտեղ ուրեմն վարչապետության շրջանը Սերժ Սարգսյանի չի մտնում։ Այսինքն լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը ցավոք սրտի պատասխանել չի կարող։ Պարզ պատճառով ու հանգամանքներով։ Վստահ է օրինակի ես, որ հանրապետականները, հատկապես հնաբնակ հանրապետականները, որտեղ ըստ էության քննադատվել էր Անդրանիկ Մարգարյանի կառավարության շրջանը, որ իր Անդրանիկ Մարգարյանի կառավարության շրջանում ինչ-որ փուչիկ է փչվել, որի պայթյունից դուժել է նաև իր կառավարության գործունեությունը եւ ինքը հիմա ձախողում է։ Եվ իր սովորության համաձայն ուղղակի այս ամենին քաղաքական գնահատական տվեց Ռոբերտ Քոչարյանը ամենևին մտադրություն չունենալով տեսական բանավեճի մեջ մտնել։ Դե որ մեկ ասում եմ, եսը պատասխանում հետո հիմա եթե չկար Անդրանիկ Մարգարյան, եթե Վարդան Օսկանյանին որևէ ընկեր չէր պաշտպանում իր կառավարության, իր իշխանության ժամանակ աշխատած արտգործնախարար, բնականաբար պաշտպանության տակ պետք է վերցնի քաղաքական գնահատական։ Եթե հիշում եք, երկու դեպքում էլ Քոչարյանը տվել է հստակ քաղաքական գնահատական։ Իսկ ինչ որ պետք է անեին հանրապետականները չարեցին, անպայման պետք է աներ Ռոբերտ Քոչարյանը, այլապես Տիգրան Սարգսյանի ասածները պետք է ընկալվեին որպես բացարձակ ճշմարտություն։ Խնդրեմ, ձեր մեկնաբանությունը նույն ինչու հիմա։ Նախ եւ առաջ ես համաձայն եմ այն արտահայտված մտքի հետ պարոն Իսագուլյանի, որ այստեղ ոչ թե այստեղ չկա Ռոբերտ Քոչարյան եւ Տիգրան Սարգսյան բանավեճ։ Այստեղ ավելի շատ կա ներկա իշխանություն, նախկին իշխանություն, այսպես ասենք, բանավեճի փորձ։ Ընդ որում երկու կողմն էլ կարծես թե անկեղծ չեն։ Որովհետև բանավեճի հիմքը ինքնին արդեն իսկ անկեղծ չէ, ինչի մասին է խոսում են, որովհետև ինչի մասին է խոսքը։ Անդրանիկ Մարգարյանը ներկայիս հանրապետական կուսակցության, այսպես ասենք, առանցքային դեմքերից մեկն է, որ եթե ներկա իշխող հանրապետական մեծամասնության կողմից նշանակված վարչապետը քննադատում է նույն կուսակցության առանցքային դեմքերից մեկին, ապա հենց կուսակցությունը ըստ էության պետք է պատասխանի։ Մենք դա չենք տեսնում։ Մենք նաև
պետք է եթե քննադատում է Ռոբերտ Քոչարյանը եւ քննադատում է նույնիսկ մեղադրում է բարոյական եւ ինտելեկտուալ դեգրադացիայի մեջ մի մարդու, որն իր հետ աշխատել է 10 տարի որպես կենտրոնական բանկի, այստեղ էլ ամեն ինչ չէ որ հասկանալի։ Եվ բացի դրանից մենք նա անդրադարձավ նաեւ հայ-ռուսական գազային պայմանագրերին, որ իբրև թե այնինչ որ այսօր արվում է սխալ, բայց կներեք Ռոբերտ Քոչարյանի տարիներին սկսվեց մի process այդ գազային ոլորտում, ընդ որում այն ժամանակվա էներգետիկայի նախարարն էլ այժմ շարունակում է աշխատել որպես այդպիսին։ Այսինքն այստեղ ինչ որ միախառնված բան ունենք եւ ավելի շատ ըստ էության նույնիսկ ուզում եմ կրկնել, որ ես համամիտ եմ այդ մտքի հետ, որ չկա այստեղ Ռոբերտ Քոչարյան, Տիգրան Սարգսյան բանավեճ, այստեղ կա ներկա իշխանություն, նախկին իշխանություն ինչ որ մի բախում, հա? Ընդ որում որտեղ փորձ է արվում ներկա իշխանության կողմից ներկա խնդիրները, բացերը, ներկա աբսուրդի այս կրիտիկականից այն կողմ անցած այսպես չափաբաժինը փորձել բարթել նախկին իշխանության վրա։ Այստեղ կա կիսաճշմարտություն, ի վերջո կիսաճշմարտություն։ Այն իմաստով, որ այս համբանկարքի հիմքերը դրվել են այո նախորդ իշխանության օրոք եւ ներկա իշխանությունը դրա ուղղակի տրամաբանական շարունակությունն է, ոնց որ հիշում եք այն սովետի տարիներին կար սոցիալիզմ եւ ռազվիտոյ սոցիալիզմ, հա։ Հիմա ուղղակի sense ինչ-որ մի նոր ֆազա է ապրել, համակարգը չփոխվելով, ուղղակի այնտեղ աբսուրդի չափաբաժինն ուղղակի ավելացել է։ Բայց մյուս կողմից էլ քննադատվում է ներկա իշխանությունը, կարծես թե ինքն այդտեղ որևէ մեղք չունի ու որևէ ասենք մասնակցություն չունի այդ ամենի մեջ, դա էլ է անհասկանալի։ Այսինքն մենք այստեղ գործ ունենք կիսաճշմարտությունների հետ, ֆորմալ առումով ճշմարտությունների, բայց որոնց տակը որ նայում ենք ուղղակի այսպես տարակուսում ենք, ուղղակի ես մի բան կասեմ sense ենթա եզրակացության կարգավիճակով, որ պարզապես պետք չէ թերագնահատել ունկնդիրների, ընթերցողների մտավոր ունակությունները եւ նաեւ հիշողության առկայությունը։ Դե ընդհանրապես մեր մոտ ընդունված է, չէ՞։ Իմ ժամանակ ամեն ինչ լավ էր, հա, ես էի առավոտ թերթի խմբագիրը, այդ ժամանակ ամեն ինչ կայֆ էր։ Դուք եկաք ամեն ինչ փչացրեցիք։ Հետո Գառնիկն է դառնում առավոտ թերթի խմբագիրը, ասում է, քո ժամանակ ամեն ինչ վատ էր, այ երբ որ ես եկա այդ խմբագրություն, ամեն ինչ դզեցի։ Մեր մոտ կա այդ բանը, չէ՞։ Դա շատ մարդկային է, ավելի քան մարդկային, հա, բայց ուղղակի չպետք է մոռանալ, որ խոսքը գնում է ինչ-որ հրապարակային հարթության վրա է այս խոսքերը, որ ասենք արտահայտվում են, բարձրաձայնվում են, ուղղակի լսողներ կան։ Եթե սա ինչ-որ մասնավոր, ինչ-որ մի շրջանակում ասվում է, դե ասված իրենց հետ, բայց այստեղ խոսք է գնում պետության մասին, պետության շահերի մասին, քաղաքացիների մասին եւ նաեւ սա այս խոսակցությունը տեղի է ունենում ուղղակի ասենք մի գահավիժման ֆոնին, որը մենք տեսնում ենք այսօր արկա իրավիճակում։ Դուք համաձայն եք, որ այնուամենայնիվ կտրուկ փոփոխություններ տեղի չեն եւ ներկայի սխալների, չգիտեմ, բաց թողումների արմատները անցյալում են։ Երբ որ մենք անցյալն ու ներկան իրար հետ փորձում ենք համեմատել, դե անցյալի իշխանություն ասելով ումն ենք հասկանում։ Եթե կոնկրետ անձի, սա այլ խնդիր է։ Եթե ինչ-որ համակարգի, սա միանգամայն ուրիշ խնդիր է։ Ես կարծում եմ, որ ասում են տեղի ունեցել իշխանափոխություն, ըստ էության փոխվել է նախագահ։ Մնացած բոլոր պետական կառույցներով հիմնական նրանք, ովքեր աշխատել են նաև Քոչարյանի ժամանակ, աշխատում են եւ հիմա։ Ուրիշ որ Հայաստանում նախագահի հեղինակությունը, նախագահի ազդեցությունը գործընթացների վրա կարող է լինել վճռորոշ։ Քաշը։ Համագարկը, համանդրությամբ նրա տրված նաև լիազորություններն են։ Բայց շատ կարևոր է թե ով ոնց է այդ ամեն ինչը դիտարկում։ Ես համաձայն եմ, բոլորի ժամանակ են եղել թերություններ, հա։ Այսինքն միշտ ինչ հասարակություն էլ վերցնենք, ինչքան էլ զարգացած հասարակություն վերցնենք, արևմուտքից մինչև արևելք, կտեսնեք, որ կան զարգացած պետություններ, որոնք էլի ունեն խնդիրներ եւ այդ խնդիրները ամեն մի նոր եկող կառավարություն աշխատում է վերացնել, ոչ թե ավելի վատթարացնել։
Այո, բան սխալներ եղել են եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, կան եւ հիմա։ Բայց ամեն մի հաջորդը ոչ միայն պետք է քննադատության թիրախ ու իր անհաջողությունները վերագրի նախորդ իշխանություններին, այլ փորձի այդ վատ երևույթները իր իշխանության ժամանակ վերացնել կամ ավելի նվազեցնել։ Հասկանալի։ Ես հիմա եթե վերցնում ենք այն խնդիրները, որոնց մասին խոսացել է Ռոբերտ Քոչարյանը կամ խոսում է Տիգրան Սարգսյանը կամ վաղը կխոսա մեկ ուրիշը, իսկապես այդտեղ հիշողությունը շատ կարևոր է։ Մենք ամեն անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ծանր ժառանգություն ստացավ, հա։ Երկրաշարժ, կործանվող խորհրդային միություն, բայց այդ ծանր պայմաններում մենք ունեցանք հաղթանակ պատերազմում, ժողովուրդը այսօր ցուրտ ու մոտ տարիների մասին նույնիսկ ինչ որտեղ երազանքով է խոսում։ Որտեվ այո, որտեվ ինչ որտեղ մենք կարողացանք, եթե հիշում եք, հա դուք հաճախ նաև քննադատում եք իմ ելույթները, մեր քննադատությունը երբեք սոցիալ-տնտեսական խնդիրներին չի վերաբերվել, այլ Ղարաբաղյան խնդրին, որը այն ժամանակ իր խնդիր էր։ Չեմ կարծում եմ, որ այդ Քոչարյանի ժամանակ այո, էլի բաց թողումներ եղել են, սխալ կադրերի ընտրություն եղել է, կամ եթե ինչ որ մեկ այն ժամանակ կարող էր աշխատել բրիգադիր, հա ինչ որտեղ, հիմա դրան նշանակել են տրեստի կառավարիչ, բնական է այդ մարդը այնտեղ գուցե կարող էր լավ աշխատել, բայց այդտեղ ծախողելու է։ Այդ ասեք եղավ ԿԲ նախագահի նկատի ունենք, հա։ Հնարավոր է, բայց ոչ մեկը չի կարող ասել, որ ինչքան էլ ուզում է Տիգրան Սարգսյանը գունավոր գրաֆիկներ գծի, տնտեսական աճը երկնիշ էր, սա փաստ է։ Հիմա դա պայմանավորված էր շինարարությամբ, արտագաղթը կանգնում էր, ներգաղթի գործընթաց կար, եւ վերջերս Վարդան Օսկանյանի գիրքը լույս տեսավ, վերջապես ես եմ ականատես եղել, հələ Փառք Աստծո կա նաեւ Բրայզան, որը ինձ հետ զրույցում ասում էր, մենք վախենում ենք Քոչարյանի մոտ մտնել, որտեւ եթե նոր բան պիտի ասենք, պիտի նես բան ասենք, որ իր համար ընդունելի եւ Վարդան Օսկանյանի գիրքը, երբ որ Պուտինի հետ սեղան նստած, ինչ որ հարց է եղել Հայաստանի շահերից բխող, սեղանից հաց չեն կտրել են որում ամբողջ պատվիրակությունը, վերջի պահին երբ որ տեսել է հարցը չի լուծվում, ոտքի է կանգնել, որ դուրս գա սրահից առանց կտոր հաց կտրելու, Լավրովն է միջամտել եւ դա գրված է հիմա, եթե դա գնդորում գրել է Օսկանյանը, եթե իրականությանը չհամապատասխաներ, անպայման պիտի արձագանքեր եւ Լավրովը եւ Պուտինը։ Չեն արձագանքում, նույն այդ միջադեպ եղել է։ Իսկ շատ կարեւոր է, որ մենք արժանապատիվ, այն էլ ինչ անում ենք, արժանապատվորեն անենք։ Հիմա արժանապատվորեն չեն անում։ Ցավոք սրտի ոչ։ Լավ, ուրեմն Քոչարյանի ժամանակ արժանապատվություն կար, հիմա չկա, Քոչարյանի ժամանակ աճ կար, հիմա չկա, տնտեսական աճ, համաձայն եք թե չէ։ Գիտեք ինչ, Քոչարյանի ժամանակ, որ տնտեսական աճ կար, հենց տոկոսներով արտահայտված, դրա մասին, ասենք թե վիճակագրությունը նույնիսկ միջազգային կազմակերպությունների վկայում է։ Սա հարցի իհարկե քանակական կողմն է եւ դա ուղղակի պետք չէ ժխտել, բայց նաեւ պետք է հարցի որակական կողմը նայել։ Ինչ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ Բյուրեղացավ այն քրեաօլիգարխիկ համակարգը, որը ներկայումս մենք ունենք։ Առաջինը։ Երկրորդը Հայաստանը դրվեց սենց արժանապատվությամբ, թե ոչ դա արդեն լիրիկական կողմն է հարցի, բայց դրվեց Ռուսաստանի, այսպես ասենք, հայ-ռուսական հարաբերությունները հորիզոնականից վերածվեցին ուրեմն ուղղահայացի։ Երրորդը ինչ տեղի ունեցավ։ Հնարավոր այլընտրանքը, որ մենք կարող ենք ունենալ Իրանի հետ, հա, այդ այլընտրանքը հենց այդ տարիներին էր, որ փակվեց։ Գազի մասին է խոսքը։ Այո, գազատարը բարակեց։ Այդ բարակած գազատարն անցավ ռուսական սեփականության։ Բացի դրանից մեր էլեկտրոէներգետիկայի համակարգը, հա, նույն sense մութ եղանակով ոնց որ ներկայիս 20%-ն է, հա, կամ ներկա իշխանության օրոք այս երկաթուղու անհասկանալի հանձնումը RЖD-ին, հա, նույն ձևով էլեկտրոէներգետիկան անցավ ՌԱՕ-ի սեփականության։ Եվ այստեղ ինչ որ ասել, սա լավ է, սա վատ է, այստեղ աճում էր, այնտեղ բաներ անում, մենք ինչ որ պարամետրեր ընդհանուր կոնտեքստից չպետք է կտրենք։ Մենք ի վերջո ներկայումս ունենք մի ողբալի պատկեր։ Մենք այս պատվարժան, հարգարժան, չգիտեմ ինչ կառավարիչների
կառավարման վերջնարդյունքում եւ հանրագումարում մենք ունենք այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, որին սեպտեմբերի 3-ին ուղղակի sense ծնկի վրա Պուտինը դրեց եւ 2 կես ջարդելով փաստորեն մտցրեց այսպես կոչված մաքսային միություն, որի մասին ընդ որում որևէ մեկը դեռ չի արտահայտվել նախկին նախագահներից, հա։ Մենք ունենք այնինչ ունենք, այսինքն մենք այսօր նույնիսկ վտանգված է մեր ինքնիշխանությունը։ Այնպես որ այս ամեն ինչի ծառի մասին դատում են պտուղներից։ Այսպես ասենք, այլ ոչ թե որ տարվա բերքահավաքին այդ պտղի տրամաչափը ինչքան էր, տրամագծով ինչքան էր, հաստ էր, թե բարակ էր, երկար էր, թե կարճ։ Բարձր։ Մի հարց, պարոն Իսագոլյան, ես ձեզ տամ, այսինքն օկտատերն է հարցնում Կարեն անունով, դա ընդհանրապես կապ չունի, բայց քանի որ հարց կա, ես հնչեցնեմ, հա։ Այդ որ արժանինքների, այդ որ վաստակի համար նախագահ Քոչարյանը 2004 թվականին Սյունիքի մարզպետ նշանակեց նախկինում մի քանի անգամ տարբեր հանցագործությունների համար դատապարտված լիսկային։ Գիտեք ինչ, ես չգիտեմ այդ նշանակման կարգը ոնց է եղել ներկայացումը։ Ես մի առիթով անդրադարձել եմ ընդհանրապես Քոչարյանի կադրային քաղաքականության։ Պետք է ընդունենք, որ եկել էր Հայաստան եւ շատ կադրերի ինքը ոչ անձնապես, ոչ էլ որևէ ձևով առանձնապես լավ չէր ճանաչում եւ բոլոր այն կադրերը, որոնք կային անցյալից եկող եւ կամ ներկայացնում էին, մարդկանց կենսագրություն կար եւ այդ մարդկանց երբ որ ներկայացնում էին որպես հրամանատար, ազատամարտիկ կամ չգիտեմ եւ այլ, ես չեմ կարծում որ որևէ մեկը այս Կարենը կարող էր այն ժամանակ գալ եւ ասել որ գիտեք ինչ, Լիսկան հանցագործ է, ով կլսեր այս Կարենը։ Չէ, բայց ասեի, գոնե ասեի։ Հիմա սպասել ենք, ոչ մեկս չեք ասել, ես էլ չգիտեի ինչե վերջերս որ Լիսկան այդքան հանցագործություններ է կատարել։ Հիմա ինչ որ մարդիկ կար նախկին քաղաքապետը եւ այլ ասում են Դե լավ, այն ժամանակ էլ էին ասում։ Սա առաջին, երկրորդը է, ես պարոն Մեհրաբյանի ասածներին եմ ուզում անպայման անդրադառնալ, որ համենայնդեպս այն ժամանակ ինչ գործարք արել է, այդ գործարքների մեջ հայկական պետականության եւ մեր շահերը հստակ դրսեւորվել են։ Ասել որ ուղղաձիգիցը հորիզոնականից վերածվեց ուղղաձիգի, ասեմ այն ժամանակ Փառք Աստծո եւ Արևմուտքը Լինսի հիմնադրամը հրաշալի աշխատում էր, իսկ դա աշխատում է այն պարագայում, երբ որ Արևմուտքը ընդունում է քո վարած արտաքին քաղաքականությունը, չասենք որ էս ինչ որ մեկի նվերներ Հայաստանին, Եվրոմիության հետ հրաշալի հարաբերություններ էր եւ ընդհակառակը երկուսի հետ էլ զուգահեռ հարաբերությունները պահպանվում էր եւ որևէ խոսք չկար։ Էներգետիկ համակարգը գազի մասին շատ է խոսում Իրանից եկող Հայաստան գազի։ Իմիջիայլոց ովքեր գնացել են, ես խորհուրդ կտամ հատկապես փորձագետներին գնան եւս մեկ անգամ ու շադիր նայեն։ Երբ որ որևէ խողովակաշար է անցկացվում, եթե այդ խողովակաշարի կողքը առաջացնում են դաշտ, հա, որը 8-ից 12 մետր է, առլապես պետք է 4 մետր լինի։ Սա նշանակում է, որ դրա կողքը նախատեսվում է նոր խողովակաշարի կառուցում։ Եվ 1200 միլիմետր տրամագծով խողովակաշարի համար արդեն ամբողջ դաշտը պատրաստված էր։ Այդ ժամանակ գումարը ուղղակի այդքանի համար էր նախատեսված, ավելի մեծ գումար էր պահանջում, որի տվողը չկար։ Եվ զուգահեռ որոշվեց, որ պետք է դաշտ պատրաստվի 12 մետրանոց, կարող եք գնալ ստուգել, այդ դաշտը մնում է մինչև հիմա, այսինքն խողովակաշարի կողքը, եթե ձախից նայեք, 12 մետր բաց դաշտ է պատրաստվել, այսինքն ամեն ինչ արվել է, որպեսզի այդ տարածքով անցնի 1200 միլիմետրանոց խողովակաշարը։ Եվ գիտեք ինչ, այո, եղել են բաներ, որ կարելի է այսօրվա հետին հայացքով, երբ որ նայում ես, պարզես որ կարելի էր ավելի լավ անել։ Ես չեմ ասում, որ այն ժամանակ ամեն ինչ արվել է իդեալական, բայց արվել են բաներ, որոնք բխել են բացառապես նաև մեր պետության շահերից։ Եվ ուղղաձիգ ենթակայություն Հայաստան-Ռուսաստան ընկերներ նոր մի քիչ առաջ Ֆորպոստը երբ էր ասել Գրզլովը։ Գիտեք, հիմա այնքան մարդիկ այնքան բաներ են ասում, որ մեկ-մեկ ես էլ եմ զգում։ Հայերը իրենք Հայաստանը ներկայացնում են տարբեր ֆորմատներով, ես չպատմեմ, հա, իմ մոտ կան այդ փաստաթղթերը, մի օր խոստանում եմ Արամին ներկայացնել, թե ինչպիսի հայեցակարգ էին ուզում գրել Հայաստանի համար ազգային անվտանգության եւ վերջում ինչի տակ ստորագրեց Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն բաներ կան, որ պետք է մենք նաև տեսնենք, գիտեք, հիմա, հա, ես Լևոնի իշխանության ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ Արամը շատ լավ կհիշի, երևի խիստ քննադատողներից մեկն եմ, բայց ոչ մեկը չի ուրանում նրա կատարած գործերը։ Շատ լավ, ես մի հարց ունեմ, գուցե մենք ինչ-որ գուցե պարզունակ բան եմ ասում, գուցե դուք ինձ կներեք,
Գուցե մենք ինչ որ մի բան բարթացնում ենք չափից դուրս։ Պայմանավորվածություն է եղել ներկայիս եւ նախորդ իշխանությունների միջև, որ Քոչարյանի ժամանակին Սերժի իշխանությունները, Սերժի պաշտոնյաները չեն կպնի։ Այդ պայմանավորվածությունը Տիգրան Սարգսյանը անզգուշաբար խախտել է ասելով փուչիկ, Ռոբերտ Քոչարյանն էլ իր բնավորության համաձայն որոշել է հակահարված տալ։ Գուցե ամեն ինչ այդքան բարդ չէ։ Պարոն Աբրամյան, այնուամենայնիվ այն որ ներկա իշխանությունը եւ նախորդ իշխանությունը նրանք նախ մեկը բխել է մյուսից եւ օրգանապես կապված են մեկը մյուսից եւ տարանջատում այդպես էլ տեղի չունեցավ, չնայած ներկա իշխանությունը ուներ այդ հնարավորությունը, բայց դա չօգտագործեց, այդ հնարավորությունը մսխվեց եւ դա ոչ միայն այս իշխանության հնարավորությունն էր, որը մսխվեց, այլև Հայաստանի Հանրապետության հնարավորությունն էր, որը այո մսխվեց եւ ներկայումս Հայաստանը խիստ թույլացած պոտենցիալով է հանդես գալիս միջազգային ասպարեզում, որպես միավոր դա կա, հիմա թե ինչ են պայմանավորվել, ինչ չեն պայմանավորվել, դա ուղղակի բնական։ Եվ այն, որ ներկայիս իշխանության մեջ միջով անցնում են որպես համակարգի, միջով անցնում են բազմաթիվ բաժանարար գծեր, դա էլ մենք տեսնում ենք եւ որ իշխանության մեջ այնուամենայնիվ կա գոնե ընդգծված հարաբերականորեն ընդգծված մի քանի սեգմենտներ, հա, թևեր, սեգմենտներ, որոնք իրար հետ մրցակցում են եւ այսպիսի այն երկրաբանության մեջ ոնց են, չէ, տեկտոնիկ այդ պլաստերը իրար այո, sense նման ձևով բախվելու են։ Սակայն այս բախման հետ մեկտեղ մենք պետք է նաև հարցի մյուս կողմը դիտարկենք, որ այնուամենայնիվ նրանց ընդհանուր շահերը շատ ավելի շատ է միավորում, հա, քան այն գործոնները, որոնք տարանջատում են։ Եվ համենայնդեպս գոնե այսօրվա վիճակով։ Եվ ներկա իշխանությունն ուղղակի ձախողման հետևից թույլ տալով, հա, արդեն փորձում է ինչ-որ նոր արդարացումներ փնտրել այնտեղ, որտեղ մինչ այժմ չէր փնտրում, արդեն գալով ձեր ասացին, այսինքն նա ինչ-ինչ արդարացումներ, բացատրություններ, այդ ամենը հնչեցվում էր, բայց ասենք նախորդ իշխանությունն այնուամենայնիվ մնում էր անձեռնամխելի։ Այժմ, այո, ուշագրավը միայն այս ամենում, նա է, որ արդեն սկսեցին նաև այդ սահմանագիծն անցնել։ Բայց կներեք մի սենց բան էլ կա, դա նաև պայմանավորված է նրանով, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ ներկա իշխանության որոշ շրջանակների մոտ ոչ անհիմն որոշակի կասկածներ են հարուցում իրենց քաղաքական ամբիցիաների վերաբերյալ։ Եվ այս մի քանի թվածս գործոններն իրար գումարվելով բերում են այն պատկերի, ինչին մենք ականատես եղանք եւ կարծում եմ դեռ կլինենք։ Ահա, Սերեմ Գևորգյանը օգտատերերից հարցնում է մոտավորապես այս թեմաների շուրջ, ասում է, արդյոք դա եւս մեկ թատերական ներկայացում չէ, քանի որ հստակ պարզ է, որ Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյան զույգի մեջ հակասություններ չկան եւ չեն կարող լինել։ Դա հերթական շոուն է, համաձայն եք թե չէ։ Տեսելի մենք անդրադառնամ իշխանություն, հա, ասում ենք իշխանությունը փոխվեց, ես ոչ եմ կրկնում, որ 90 թվականից հետո, 90 թվականից երբ որ առաջին Գերագույն խորհուրդը ընտրվեց, նաեւ դուք, նաեւ ես Գերագույն խորհրդի պատգամավոր, այն ժամանակ երևի միակ արդար ազնիվ, հա, թափանցիկ դերներին, որից հետո իշխանափոխություն Հայաստանում չի եղել։ Հա, ասեք նախագահները փոխվել են, բայց դա համարել իշխանափոխություն, հա, եղավ ուրիշ գաղափարախոսություն կրողը, չէ, տենց բան չի եղել։ Եվ ցավոք սրտի Հայաստանում, քանի որ առաջին դեմքը հանրապետության նախագահի ազդեցությունը բավականին մեծ է, ամեն մի նոր եկող նախագահի խնդիրն էր, որ նախորդ շրջանի թերությունները հաշվի առնելով ամեն ինչ անել, որ դրանք վերացնի։ Հիմա չեն արել։ Ցավոք սրտի չեն ուզում հիմա անել, բայց ասել, որ հակասություն, մտերմություն, ջերմություն նախագահների միջև, ես վերջին նախաձեռնությունը, որ
ուզում էի անել, հա, 3 նախագահներին ընդհանուր սեղանի շուրջ հավաքել, պարզվեց, որ անձնապես դրանց մեջ բավականին լուրջ խնդիրներ կան, անձնական մակարդակի վրա։ Ես առաջարկեցի, որ անձնական մակարդակը թողնեն եւ բարձրանան հա պետական։ Այո, եւ նրանք չբարձրացան։ Ես հենց հույս ունեմ, չէ։ Բայց ասել նորից եմ կրկնում, շատ կարեւոր է, որ այս բոլոր ձախողումներն էլ որ հիմա կան եւ ընթանում են ցավոք սրտի, ինչ որ մի պահի հասկանան, որ դրա մեղավորը ոչ թե ինչ որ մեկն է, որ անցյալում է, հա, այլ նրանք են, ովքեր ներկայում են աշխատում։ Համամիտ չեք, որ իշխանությունը չի փոխվել։ Ընտրությունների միջոցով չի փոխվել 95 թվականից։ Հասկանալի է, 95 թվականից հետո չի փոխվել, բայց այն փոփոխությունը, որ տեղի ունեցավ նախ 98 թվականին, որովհետև իշխանության մեջ բազմաթիվ առանցքային մարդիկ ուղղակի հրաժարականներ տվեցին այն դեպքում, երբ որ նրանց չէին ստիպում, հա, դա փաստ է, եւ անցան, այսպես ասենք, օպոզիցիոն եւ դիսիդենտական դիրքորոշման պահպանելով տևական ժամանակ, տարիներ։ Դա մի փոփոխություն եւ երկրորդն իհարկե հոկտեմբերի 27-ն էր, որը նույնպես բերեց փոփոխության, էական փոփոխության, վերնախավում տեղի ունեցավ ուրեմն բաժանում, հա, եւ մի մասը մնաց աշխատելու իշխանության հետ, մյուս մասը անցավ արմատական, ուրեմն ընդդիմության համալրեց արմատական ընդդիմության շարքերը, մնալով այդպիսին ոմանք նաեւ մինչ այլև։ Այնպես որ նենց չի, որ Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել, միայն փոխվել են նախագահներ։ Ես մի քիչ չէ, սկզբունքորեն համաձայն չեմ այդ դիտարկմանը։ Հիմա ես հերոստատիտողներին, ուրեմն, հա, մեր օգտատերերին ասել եմ հարցեր ուղարկեք, եւ նրանց հարցեր իհարկե մեր հարցեր տալու առանձնապես ցանկություն չունենք, դատողություններ են եւ նրանք բոլորը հիշատակում են հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը։ Մարտիկ են, հասկանում եք, օրինակ ես էլ էմոցիաներ ունեմ, ենթադրենք, եւ երբ որ Ռոբերտ Քոչարյանի անունը լսում եմ, ես միշտ հիշում եմ, որ նա փակել է ամեկվելուստը։ Չնայած դա ամենակարևոր երևի խնդիրը չէ, եւ այստեղ ես համաձայն եմ Գառնիկի հետ, որ 3 նախագահներն էլ արել են եւ լավ եւ վատ բաներ։ Բնական է, որ մարդիկ Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցիացնում են մարտի 1-ը եւ հոկտեմբերի 27-ը։ Ամենևին ոչ, որևէ մեկի հետ ասոցիացնել ես։ Հա ես համաձայն եմ, որ ընթանա ազնիվ, արդար, հա, ճիշտ քննություն։ Եվ փորձեն բացահայտել բոլոր այն իբրև թե բաց մնացած տեղերը, որ հնարավոր է։ Եվ երբ է դա հնարավոր, ես չեմ կարող ասել։ Հա, համակարգը աշխատում է որոշակի ոճով, որը միշտ կասկած է թողնում հանրության շրջանում։ Բայց դրանք կապել անձերի հետ, որ այս անձը, քանի որ այդ մարտի 1-ի դեպքերին ես ուղղակի գտնվել եմ նախագահականում, հա, դեպքերի ժամանակ։ Եվ գիտեմ բոլոր այն շարժումները, այն շարժերը, որ տեղի են ունեցել։ Եվ հիմա բերել դա փորձել վերագրել կոնկրետ ինչ-որ անձի, որովհետև նա ուզեցավ, որ մարտի 1-ը, եթե հիշում եք, Քոչարյանը իր ասուլիսներից մեկում ասեց, որ իր համար ամենածանր ու սևորը եղել է մարտի 1-ը։ Ոչ թե որովհետև ինքը գտնում է, որ այդ ժամանակ ինքը նախագահ է եղել։ Եվ եթե ինչ-որ բաց թողում է եղել, ապա դրա մեջ կա նաև իր այսպես կոչված մեղքը, բայց ասել, որ նա է հեղինակը կամ նա է ամեն ինչի պատճառը, սա առնվազն է, Փառք Աստծո, հա, դեռ հնարավորություն կա, եթե մեր համապատասխան ատյանները հա մեծ ցանկություն են եւ նաեւ հանրությանը ինչ որտեղ ճշմարտություն տալու կարող է բաց քննություն տանել եւ բայց չհասցնեք նրան, որ արդարադատության իրավունքը վերապահենք նրանց, ովքեր հիմնական կատարողներն են։ Նույն հարցը, հա, ինչու են հերոստատիտողները մարդիկ այստեղ կապում են։ Ես պարոն Իսագուլյանի հետ համաձայն եմ այն առումով, որ այո, գոյություն ունի անմեղության կանխավարկած, հա, եւ ոչ մեկին տրված չէ ինչ որ sense մեղադրանքներ հնչեցնելու, եթե մարդու մեղքն ապացուցված չէ, այսպես ասենք։ Սակայն նաեւ ես էլի համաձայն լինելով ձեզ ասեմ, որ նախ համակարգն այնպիսինն է, որ նա դուք նշում եք իրադարձությունների եւ գործերի մասին, որ այո համակարգը առաջին հերթին ինքը շահագրգռված չէ դրանց, ուրեմն
բացահայտմանը եւ որպեսզի մարդկանց ապացուցի, որ այստեղ ամեն ինչ մաքուր է, ամեն ինչ բաց է։ Այսինքն ծածկադմփոցն անում է ինքը համակարգ եւ այդ համակարգն ունի գլուխ։ Այնպես մանավանդ մենք անդրադարձանք նրան եւ նախորդ եւ հիմիկվա։ Մենք ամենայն դեպս դատելով թե հոկտեմբերի 27-ի հետաքննության հետևելով, հա, մենք տեսնում ենք ինչ ծածկադմփոցներ էր արվում եւ հաշվի առնելով, ուրիշ բան չեմ ասում, հաշվի առնելով թե ընդհանրապես Հայաստանում հանրապետության նախագահը ինչ ազդեցություն ունի դատական իշխանության վրա, դատախազության վրա, այնպես չէ, որ այդ ծածկադմփոցն արվում էր առանց իր իմացության։ Դա մի կողմից։ Մյուս կողմից, ինչ վերաբերում է մարտի 1-ին, այսպես ասենք, հետո երբ որ այդ դեպքերի բացահայտման հանձնաժողով ստեղծվեց, Անդրանիկ Քոչարյանը մի անվանացանկ ներկայացրեց եւ այդ անվանացանկի մեջ նշված են պաշտոնատար անձինք, հա, որոնցից մի մասը եղել են այն ժամանակվա իշխանավորներ եւ օլիգարխներ եւ նրանք էլ ներկայումս էլ զբաղեցնում են բավականին ազդեցիկ պաշտոններ եւ շարունակում են զբաղեցնելու։ Այսինքն եւ շարունակում են օլիգարխություն անել։ Օլիգարխություն անել, դեպուտատություն անել, չգիտեմ, այլևալ։ Համենայն դեպս մենք տեսնում ենք, մենք գործ ունենք համակարգի հետ, որը բյուրեղացավ Ռոբերտ Քոչարյանի տարիներին եւ այդ համակարգի գործունեության արդյունքում տեղի ունեցան այսպիսի ողբերգական իրադարձություններ, որոնք կոտրեցին պետության եւ հասարակության ողնաշարը։ Եվ այդ համակարգներ, որը ծածկադմփոց էր անում այս գործերը։ Էլ չեմ ասում մի քանի բազմաթիվ դա եղել է նաեւ գլխավոր դատախազի սպանություն, դա եղել է, չգիտեմ, այլևալ մի քանի այնպես արյունալի եւ խայտառակ դեպքեր, որը ելի եմ ասում, այս ծածկադմփոցը անում է այո այդ համակարգը, որը ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք։ Ինչ որ բան ուզում եք ավելացնել, թե մենք արդեն ավարտել, հա, մի քանի նախադասություն ժամանակը սպառում։ Մենակ դրա համար որ կարելի ասել ձևավորվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Քոչարյանի օրոք, Դեմիրճյանի, Քոչինյանի, Քոչինյանի ժամանակներից։ Այսինքն եթե մենք փորձում ենք ինչ որ առանձնացնել մի կոնկրետ, հա, պաշտոնյայի եւ փորձել ամեն ինչը կապել այդ կոնկրետ անձի հետ, մենք ըստ էության նշանակում է որ չենք ուզում հարցը լուծել։ Դե լավ է, մարդը հիմա իր տանը նստած է, ոչ մեկը չի խանգարում, հա, այդ ասել համակարգ կա ինչ-որ նենց կուր կառույց է, շատ է սիրում ոմանք ասել մասոնական լոժանների, սիոնիզմի եւ այլ այդ գաղտնի կառավար։ Դե լավ, հիմա ով է խանգարում վաղը մեզ հասարակությանը ոտքի կանգնել, հա, այսօր բոլորս ասում են որ իշխանությունը ժողովրդից խլված է, ուզուրպացված է։ Ինչն է խանգարում մեզանից յուրաքանչյուրիս 1 օր, 2 օր, 3 օր տրամադրել դուրս գալ փողոց, այդ հարցերը լուծել։ Ինչն է խանգարում, Ռուբեն։ Պարոնայք, ուրեմն մարտի 1-ին, երբ որ պարոն Իսագուլյանն ասում էր ինքը նախագահականում էր այդ ժամանակ հենց տեղի էր ունենում այդ ուզուրպացիան եւ պայքարն ընդդեմ ուզուրպացիայի։ Այո, ոչինչ չի խանգարում, ես լիովին համաձայն եմ ձեր հետ, պարոն Իսագուլյան, այո, ոչինչ չի խանգարում, պարզապես պետք է քաղաքացիները դուրս գան այս ապաթիկ վիճակից, այս հուսահատական վիճակից, մարդիկ պետք է վերցնեն իրենց ճակատագիրն իրենց ձեռքը, հա, եւ այն Պուշկինի ասացի Պուշկինի բանաստեղծության պես ասեն, որ никто не даст нам избавления, չէ՞։ Հա։ Այդ Պուշկինն է ասել։ Այո։ Հա։ Շատ լավ, շնորհակալություն հետաքրքիր ուրեմն բանավեճի համար, սիրելի բարեկամներ, այսօր դեմարդեմ հաղորդման շրջանակներում իմ զրուցակիցներն էին ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, շնորհակալություն, եւ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, մենք ելի կհանդիպենք այս ֆորմատով, ստեսություն։